Նոր Դավթաշեն Տիգրան Պետրոսյան փողոցի վրայից գնում էի Միրգ այսպես տեսեք եւ վաճառողը սենց կոտրտված ռուսերենով էր խոսում կավկասկի այտենց ռուսերենով հետաքրքիր էր էլի ասի որտեղից եք բա Ադրբեջանից ու նույն զարմացա ասի բա ես ոնց է եկել եք բա ասում հա հայտարարել էին չէ որ 300,000 ադրբեջանցի գալու է ասի ինչ 300,000-ն էլ հենց եկել եք ասես չէ դե մի 295,000 եկել ենք այն 5,000-ն էլ ճամփին է գալիս է իհարկե այս ամեն ինչը կատակ է հայր ջան իսկ այն չասեմ հա ովքեր որ իրանց ճղում էին 300,000 ադրբեջանցիք են բերելու Հայաստանը Ադրբեջան են սարքելու մուսուլման երկիր են սարքելու ուրա արա ուրա բա այդ 300,000 ադրբեջանցին ուրա կրոնի փոփոխությունը այնպես որ հայր ջան լավ իմացեք թե այդ կեղտերը իրանց մանիպուլացնող ստերով ինչերի էին ուզում հասնեին իրանց ես միշտ ասել եմ իրանց հետաքրքիր է իրանց լափը իրանց կորցրածը այդ ամեն ինչը բան չէ իհարկե մեկ է թագավորին ծառայելը դա ամենակարևորն է կարող են դե մարդիկ կան որ չեն ուզում բացություն անեն Հայաստանին բայց թագավորը որ ասում է ռուս թագավորը որ ասում է իրանք պետք է ամեն ինչ անեն այդ են իրանք հայր ջան լավ իմացեք Պրոստը ափսոսս գալիս այն 500,000 ՀՀ քաղաքացիները, ովքեր որ գնացին ու ձայն տվեցին այդ արարածներին։ Մի արարած էլ իրանք դարձան։ Իհարկե մեծամասնությունը փողի խաթր գնացին։ Դե նման մարդիկ ոչ հայրենիք ունեն, ոչ սրբություն ունեն, ոչ ինքնասիրություն ունեն։ Ես ասել եմ իրանք այդ նման մարդով որ փող է վերցնում կամ բաժանում իր ծնողին ու իր երեխուն էլ կվաճառի համապատասխան գումարի չափով փողին մուննա թե ոնց որ ասում են էս են հայր ջան լավ եղեք հաջողություն